Կան մարդիկ, որ տեղյակ չեն իրենց ինչ իմպլանտա տեղադրվել։ 90% Անի ջան։ Չգիտեն, ասում մեզ դրեցին, ասեցին ամենավորակյալն է։ Ինչպես է կարողանում այս թանկարժեք իմպլանտները նման ցածր արժեքով առաջարկել հանրությանը։ Քանի որ մենք առնում ենք բարձրաքանակ իմպլանտներ Եվրոպայի կլինիկաների համար եւ Ամերիկայի կլինիկայի համար, բացատրում ենք, որ Հայաստանին օգնություն ենք անում Սահմանափակ քանակությամբ է տրամադրում։ բնականաբար։ Հետևաբար է կոչը, որ նախապես պետք է գրանցվել, որպես հետո չներվել, այո, որտեղ գալիս ասեն, դոկտոր, մենք ուզում ենք հիմա անենք, բայց հիմա կարող է իմպլանտ չլինի կամ շատ քիչ մնացած լինի։ Սորիդի իմաստը այն էր, որ կապ լինի Հայաստանի հետ։ Իմ երեխան կապ ունի Հայաստանի հետ։ Հաջորդ ձեր այցի ժամանակ ունեք որևէ նոր առաջարկ Այո, ունեմ շատ լավ առաջարկ։ Բարև ձեզ, ես Անին եմ։ Մեդֆորումում կրկին հյուրընկալել ենք Սորիդի կլինիկաների հիմնադիր տնօրեն Բերանի խորոչի վիրաբույժ Կարինե Խաչատրյանին։ Բարև ձեզ, դոկտոր։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ հյուրընկալվել եք։ Սիրով Անի ջան։ Դոկտոր, վերջին շրջանում հաճախ եք լինում Հայաստանում։ Այո, Անի ջան, որտեղ վերցրել եմ իմ վրա մեծ պատասխանատվություն, որ օգնեմ իմ հայ ժողովրդին ու բոլորին հասանելի լինի, ոնց որ միշտ ասում եմ, իմպլանտոլոգիան ամենաբարձր որակը միջին որակի գնով։ Դոկտոր, ասում եք օգնեմ իմ հայրենակիցներին, բայց ես մի փոքրիկ մոնիտորինգ եմ արել եւ հենց կոմենտներ բաժնում հանդիպել եմ մարդկանց, ովքեր գրում են Հայաստանում հասանելի են իմպլանտները 80,000 դրամով, դրանից նույնիսկ ավելի ցածր արժեք են առաջարկվում։ Ինչու՞մ է կայանում օգնությունը։ Անի ջան, այդ իմպլանտները, որ արժեն Հայաստանում 80,000 դրամ կամ 90,000 դրամ, չեն կարող համեմատել այս իմպլանտների հետ։ Մենք խոսում ենք Շտրաումանից եւ Նոբելից։ Այդ իմպլանտը, որ այստեղ նվազեցված է, Շտրաումանի տիտան իմպլանտն է, որը որ արտադրվում է Ֆրանսիայում եւ երաշխավորված է հենց Շտրաումանով, ընկերությունով ամբողջ կյանքով։ Այն մյուս իմպլանտները իրանք միջին որակի իմպլանտներ են։ Այդ իմպլանտները, որին 80, 90,000 կամ 100,000, նույնիսկ 120,000 կամ 150,000 որ դնում են Հայաստանում, չի կարող համապատասխանել պրեմիում դասին Շտրաումանի եւ Նոբելի։ Այդ ուղղակի անհնար է։ Տեսեք, կա այստեղ մի ուրիշ հակասություն էլ։ Այո, կան մարդիկ, ովքեր տիրապետում են ձեր նշած օրինակ Շտրաումանի արժեքին իրական, եւ այստեղ էլ մի ուրիշ թյուրիմացություն է առաջանում։ Մարդիկ ասում են, այդ դեպքում ինչպես է կարողանում այս թանկարժեք իմպլանտները նման ցածր արժեքով առաջարկել հանրությանը։ Անի ջան, մեր տարբերությունը հենց այդ է Սորիդի։ Այսինքն մենք Հայաստանի կլինիկա չենք, մենք եվրոպական կլինիկա ենք։ Հայաստանում բացել ենք միայն նրա համար, որ ես ինքս ծագումով եմ, օգնեմ իմ հայ ժողովրդին։ Քանի որ մենք առնում ենք բարձրաքանակ իմպլանտներ Եվրոպայի կլինիկաների համար եւ Ամերիկայի կլինիկայի համար, բացատրում ենք, որ Հայաստանին օգնություն ենք անում, անթարաչում են եւ այդ իմպլանտները տալիս են իրենք ուրիշ գնով Հայաստանի համար, բայց մեզ համար։ Այսինքն կարողանում եք անձնական կապերը, անձնական հնարավորությունները օգտագործել այս դեպքում։ Բնականաբար, որովհետեւ ոնց որ այստեղ հայերն են մեծ, ով որ մայծացել աստեղ ու նման գործերի մեջ մեծ ծանոթություն ունի, նույնը ես ունեմ ուղղակի Եվրոպայում, չունեմ Հայաստանում, այդ հնարավորություն ունեմ Եվրոպայում։ Ու բախտս բերել է, որ այդ ընկերությունները եվրոպական ընկերություններ են։ Դոկտոր, ամեն այցի ժամանակ ունենում եք ինչ-որ նոր առաջարկ, նոր հնարավորություն եք ընձեռում հայրենակիցներին։ Հաջորդ ձեր այցի ժամանակ ունեք որևէ նոր առաջարկ Այո, ունեմ շատ լավ առաջարկ հաջորդ այցի համար, որը որ նվազեցնելու են գինը Նոբել իմպլանտի, որտեղ մինչև հիմա տեղադրում են 350,000-ով, բայց օգոստոս ամսին, բայց միայն օգոստոս ամսին այդ իմպլանտները կտեղադրեն 200,000 դրամով։ Իսկ ձեր նշած 120,000 դրամը, որը սպասարկում եք հայրենակիցներին, այլևս գոյություն չի ունենալու, թե ամեն դեպքում կունենան հնարավորություն նաև այս արժեքի շրջանակում։ Չէ, օգոստոս ամսին գոյություն է ունենալու, ուղղակի չգիտեմ, նույն սեպտեմբեր, հոկտեմբեր կարողանալու ենք անենք թե ոչ, կարծում եմ կարողանալու ենք, որովհետև դեռ ոչ Շտրաուման ընթառաջում է։ Ուղղակի ինքը սահմանափակ է քանակը իմպլանտների։ Դոկտոր, որ կարողանում եք նման արժեքով, նվազ արժեքով ձեռք բերել որակյալ իմպլանտներ, արդյոք կարողանում եք նաև Եվրոպայում առաջարկել այդ արժեքը, թեկուզ էլի հայ ազգաբնակչությանը կամ առհասարակ։ Անի ջան, ոչ, Եվրոպայում իրավունք չունեմ ես դա առաջարկելու, ասեմ ինչի, որտեղ պայմանագիր կա հենց ընկերությունների հետ, որ նման իմպլանտները նման գնով չտնենք։ Որոշ չափանիշներ գոյություն ունեն, ասում են մենք էս կարին կարող ենք այսքան տալ, գցենք 3 ամսվա ընթացքում, բայց ոչ ավել։ Ասա, օքեյ, դա ես էլ ասում լավ, տվեք։
Հետևաբար Հայաստանում էլ կարող եք սահմանափակ քանակությամբ մարդկանց բնականաբար սահմանափակ է մարդկա օրինակ այս անգամ Շտրաումանը վերջացել էր չկար ասի սպասեք օգոստոս ամսին քանակը սահմանափակ է մարդիկ կարող են մտածել որ հետագայում էլ չեք կարող առաջարկել թե փոքր քանակներով բայց միշտ կարողանալու ենք առաջարկել բնականաբար միշտ ուղղակի սահմանափակ հետևաբար է կոչը որ նախապես պետք է գրանցվել որպեսզի դա չնեղվել այո որտեղ գալիս ասեն դոկտոր մենք ուզում ենք հիմա անենք բայց հիմա կարող է իմպլանտ չլինի կամ շատ քիչ մնացած լինի բնականաբար ես օգոստոսին որ գալու եմ հիմա հուլիս ամսին հիվանդներ կան որ չեմ կարողացել իրոք անել որտեղ չկար իմպլանտները վերջացել էր ու իրանք էլ ուզում են այդ իմպլանտները ես նույնիսկ առաջարկում եմ ուրիշ իմպլանտները որ էլ բարձրորակ են բնականաբար շտրաուման չեն, բայց բարձրորակ են։ Ասում են, չէ, դոկտոր, մենք շտրաուման ենք ուզում, ասում են, սպասեք օգոստոսին։ Հետևաբար նախորդ գրանցվելը շատ կարևոր է, չդժգոհելու համար։ Բնականաբար, ես կոնսուլտացիաները բոլորին եմ անցկացնում կոնսուլտացիա, բայց խոսք չեմ տալի, որ բոլորին այդ ամիսը պետք է իմպլանտը դնեմ։ Ասեմ, մյուս այցի։ Իրանք էլ հենց այդ էին ուզում, դե նորմալ է, ես էլ այդ կուզեի այդ գնով բնականաբար։ Ասեցի, որ սպասում ենք օգոստոսին։ Սկզբից, որոնք արդեն կոնսուլտացիա են արել, կդնենք ինչ կմնա կոնսուլտացիաներ որ կան չկարողանանք արդեն կանցնենք հոկտեմբեր ամսին հենց այստեղից է գալիս գիտեք այդ թյուրիմացությունը որ այո մարդիկ կան իրապես ճանաչում են այս բրենդերը հա Նոբելը Շտրաումանը հենց այստեղ է իրենց մոտ թյուրիմացություն առաջանում երբեմն հակասություն որ ինչպես է կարողանում այդ թանկարժեք իմպլանտները նման նվազ արժեքով առաջարկել հանրությանը երևի այստեղից է գալիս որ թերահավատություն կա որ գուցե հենց այդ իմպլանտները չեն տեղադրվում մարդկանց ես հաստատ տուն իմպլանտ չեմ արտադրում այդ բնականաբար Շտրաումանն ու Նոբելը իրենց փաստաթղթերով այսինքն նման թյուրիմացություն չեն կարող լինել հիվանդների մոտ երբ որ մենք տալիս ենք հիվանդին իր փաստաթուղթը այսինքն պասպորտը իմպլանտի իր ամբողջ երաշխիքներով ճիշտ է խոսակցություններ են լսել որ անհնար է նման իմպլանտները դնել նման գներով նման իմպլանտների տակ դնում են կորեական կամ չինական իմպլանտներ Այ հենց այդ խոսակցության մասին էր խոսքը, ուղղակի չի ուզում ուղիղ տեքստով ասել դոկտոր ջան։ Ճիշտ է, նման խոսակցություններ եղել ու ցավում եմ, որ մարդիկ այնքան են անվստահ, այնքան երևի խափնված են, որ կասկածում են նման բաներ։ Ես կարծում եմ, մինչև հստակ չիմանանք, սխալ է նման բանից խոսելը։ Ես ինքս կորեական չինական իմպլանտ այս 20 տարվա մեջ մի անգամ է դրած չկամ։ Ոչ Հայաստանում Ոչ Եվրոպայում եւ ոչ էլ Ամերիկայում ես չեմ ասում որ վատն են կորեական իմպլանտները այո կա կորեական շատ որակյալ իմպլանտ բայց ես չեմ տեղադրում դոկտոր գրեթե 3 տարի արդեն Solid-ին հայաստանյան Solid-ին գործում է ինչպիսին է ի սկզբանե եղել ձեր ակնկալիքը եւ արդյոք արդարացել է այդ ակնկալիքը թե ոչ այո արդարացել է ինչով ինչ սպասում է կատարվել է ո՞րն էր այդ սպասելիքը արձագանք հայ ժողովրդի Solid-ի իմաստը այն էր որ կապ լինի Հայաստանի հետ իմ երեխան կապ ունենա Հայաստանի հետ ու ես կապ ունենամ Հայաստանի հետ որտեղ մեծացել եմ Եվրոպայում ինչ որ ես սպասում էի կատարվեց ամենայն երազանքները ամենամեծ բացի այն որ օգնենք հայ ժողովրդին շատ է ուզում որ իմ երեխան կապ ունենա Հայաստանի հետ եւ խոսա հայերեն ու ես այնքան հպարտ եմ որ իմ երեխայի մի մասը 50% իսպանացի է բայց իմ երեխան մաքուր տիրապետում է հայերենին դա ինձ համար մեծ հպարտություն է այսինքն ինչ որ ուզեցի ու ցանկացել եմ որ կատարվի կատարվել է եթե նման բան չլիներ գնալով կամանց մոռանալու ենք հայերեն նույնիսկ խոսալը տունը հեռանալու ենք ավելի Հայաստանից որը որ ինձ համար ճիշտ է ամուսինս իսպանացի է ու շատերը հարց կտան բայց ինչի հայ չէ թե տենց հայերենասեր ես եթե նորից ընտրեի նորից կընտրեի իմ ամուսնուն բայց Հայաստանը միշտ եղել է իմ մեջ, իմ այսինքն միշտ հայրենասեր եմ եղել այդ բանը իմ մեջ։ Մի հատ օրինակ բերեմ, հա, հայկական սուրճ։ Ես մեծացել եմ Եվրոպա 8 տարեկան, հայկական սուրճը ինչ, որ սենց մտածես, բայց եվրոպական սուրճը չեմ սիրում, ու գնում ասում հայկական սուրճ ինձ տվեք։ Եվրոպայում ես առնում եմ Հայաստանի այդ սուրճին չի մեծ պատրաստում էլեկտրական այդ սարքերը, որ ես խմեմ Եվրոպայում հայկական սուրճ։ Հիմա որտեղից է այդ գալիս։ Հիմա մեջս եղել է մի բան, կարող է, բայց այնքան փոքր եմ գնացել, որ կարող նաև չլիներ։
որը որ հիմա մեծ հայերի մեջ որ ընդեղ են, նույնիսկ 10 տարի անցնում է հայերեն խոսալ չգիտեն։ Բայց դուք զրոյից սովորել եք հայերենը։ Բնական մեր ընտանիքում խոսացել են հայերեն եւ հատուկ են մարդկանց համար, ովքեր կմեղադրեն դոկտորի խոսույթը, դոկտորը դժվարությամբ խոսում է հայերեն եւ տիրապետում է միայն առօրյա հայերենին։ Այդ ճիշտ է, առօրյա հայերեն եմ տիրապետում, որ ասում են հայերեն խոսում ես, ասում այո, խոսում եմ այն ինչ որ լսել եմ։ Դոկտոր, մարդիկ ձեզ վստահելով գալիս են, հավատում են ձեզ, տեսել են ձեր աշխատանքը արդեն, արդյոք ունենում եք խնդիր մարդկանց կողմից վստահության, մյուս բուժ անձնակազմի հետ կապված, օրինակ օրթոպեդների, ովքեր շարունակում են ձեր արած աշխատանքը, այսինքն իմպլանտի վրա ատամի կառուցումը արդեն ավարտուն ատամ ունենալու համար։ Լինում են։ Շատ հիվանդներ հարցնում են, դոկտոր, օրթոպեդիան որ բժշկին եք վստահում, ասեմ ժողովուրդ ջան, օրթոպեդիան, ում տեսնում եք այստեղ, բոլորին եմ վստահում, որովհետև եթե ես իրեն չվստահեի, ես ձեզ երաշխիք եմ տալի վրայի գործը հենց այդ կոնստրուկցիան 10 տարով, իսկ իմպլանտները ամբողջ կյանքով։ Այսինքն, եթե մի սխալ գործ կատարեց իմ օրթոպեդը, բնականաբար կլինիկան նորից գործը կրկնելու է, դուք չեք տուժելու, բայց կլինիկան կրկնակի տուժելու է։ Հա, որովհետև նորից իմպլանտ պետքա տեղադրվի, նորից գործողություն իրականացվի։ Եթե սխալ արվեց, այո, կարող է իմպլանտին է վնաս տալ եւ գործնել նորից կատարվի։ Այսինքն վնասը կրելու է կլինիկան։ Բնականաբար, եթե ես օրթոպեդներ ունեմ իմ կլինիկայում, ոչ մեկ անվստահելի չեն, մինչեւ իրանց ընտրելը անցել են երկար ճանապարհով, այսինքն երկար փորձերով, որ ես տեսնեմ իրոք ուզում եմ իրենք սորիդիում աշխատեն, թե ոչ, որովհետև սորիդին դա կլինիկայի իմաջենը, դա Կարինեն է, դա սորիդին չի։ Ասում են Կարինեի կլինիկայում արեցին, թե ու սորիդի, բայց սորիդինով է, Կարինն է։ Ես ինքս չէի ընտրի։ Այսինքն իմ անունը չեմ խաղա։ Այս դեպքում բժիշկներին ընտրելուց կարևոր է մարդկային որակը, թե փորձը։ Ինձ համար կարևոր է երկուսն էլ։ Համ մորալ ունենան, համ փորձ ունենան, որովհետև շատ զգուշ պետք է մոտիկանան հիվանդին։ Որտեւ ես շատ մեծ աշխատանք եմ կատարում մանավանդ Հայաստանում եւ հեռու լինել իմ ընտանիքից դա ինձ համար բավականին ծանր է։ Այսինքն ես չեմ կարող ինձ թույլ տալ մնացածի սխալ գործը անընդհատ կրկնել։ Նշանակում է այս անդադ պետք է լինեմ Հայաստանում, որտեւ ես խոսք եմ տվել իր աշխատանքը։ Խոսք եմ տվել, որ հիվանդը ինժեներ դրեց, չի կորցնելու, նորից կատարելու են։ Ես իմ խոսքին տեր եմ։ Մարդիկ անհամբեր սպասում են ձեր գալուն Հայաստան։ Կլինիկան ձեր Հայաստանում չլինելու ժամանակ ինչպես է գործում։ Լրիվ նորմալ ձևանի ջան, ես մենակ վիրաբույժ եմ։ Ես օրթոպեդիա եմ անում, ոչ պլոմբ եմ դնում, ոչ ատամ եմ տաշում, ես ոչինչ չեմ անում, որովհետև չեմ էլ կարողանում անեմ լավ որ անեմ։ Ինչ ծառայությունների համար կարող եմ ամեն ծառայություններ ունենք օրթոպեդիա, պեդիատրիա, այսինքն երեխաների ստոմատոլոգիա, մանկական ստոմատոլոգիա, այո, մանկական, էսթետիկ, օրտոդոնտիա, այսինքն ամեն ծառայություն ունեն եւ բոլորը նեղ մասնագիտացված են։ Մի բժիշկը չի կարող անել ամեն ինչ։ Այսինքն ամեն մի բժիշկ պետք է ունենա նեղ մասնագիտություն, որ աշխատի սորիդիում։ Այսինքն մի հատ այսպես մեսիջը ուղարկենք մեր հանրությանը, որ սորիդին դա միայն իմպլանտացիայի կենտրոն չէ, այլ այստեղ ստոմատոլոգիական բազմապրոֆիլ բուժ սպասարկում է իրականացվում։ Թե Ամերիկան, թե Հայաստանը, թե Իսպանիան եւ թե էլի սյուրպրիզ ունենք, բայց կբացենք նոր կասենք, եւ թե այդ երկրին է որ բացվում է, ամեն սպասարկություն ունեն։ Միակ երկիրը որ ունի ամեն ինչ, դա Բելգիան է, որը որ իրոք մենակ մասնագիտացված է իմպլանտոլոգիայի հետ։ Հիմա հարցը կծագի, ինչի, որովհետեւ ունեմ շատ մտերիմ ընկեր, որ արդեն կլինիկա ուներ, բայց իմպլանտոլոգիա չէր անում։ Համաձայնությունը մեր նենց էր, որ իրար կողքի լինենք, կլինիկան մեկը կաշխատի որպես իմպլանտոլոգիայի կենտրոն, իր կլինիկան է արդեն աշխատում է մնացած ամեն ծառայություններով։ Խոսքը Բելգիայի մասին է։ Բելգիայի մասին։ Չակերտները չենք բացում նոր կլինիկա, որ չակերտները դեռ չենք բացում, որ լավ, թողնենք հաջորդ հարցազրույցի ժամանակ կբացենք, բարով խերով կբացենք, նոր կասենք, որ երկրում է, որտեղ այդ երկրում մանավանդ շատ են սպասում։ Խոստանանք, որ հաջորդ սպասում, որտեղ շատ են խնդրել, որ բացեն, այդ խնդրանքը կատարում ենք։ Ահա, խոստանանք, որ հաջորդ հանդիպման ժամանակ արդեն կխոսենք նոր կլինիկայից, կնշենք երկիրը, որ մեր հայերը կարողանան օգտվել այդ կլինիկայից։ Մենակ կարամ մի հատ փոքր բան ասեմ, որ Եվրոպայի մի երկիր է, որտեղ հայերը շատ շուտվանից դարեր առաջ ամենականակով հայերը գտնվում են այդ երկրում։ Մենակ այդ կարամ ասեմ, ու այդ կլինիկան մենակ արվում է նրա համար, որտեղ իրոք
պահանջարկը այնքան մեծ ա եղել 4-5 տարվա ընթացքում այնքան շատ ա, որ որոշեցի, ասեցի, օքեյ, ստեղ ենք դնում ուրեմն։ Շատ լավ է։ Այսինքն նույն տեղում չեք մնում, անդադ փորձում եք էլի նոր կլինիկաներ, նոր ծառայություններ, նոր կապեր, նոր հնարավորություններ։ Հա, ճիշտ ասած փորձում եմ բավարարվել այս 4-ով, որտեղ իրոք ֆիզիկապես ժամանակ չի լինում։ Այս քանի որ պահանջարկը շատ էր, շատերը գալիս էին Իսպանիա էին անում, շատերը գալիս էին Բելգիայում էին անում, պահանջարկը այնքան մեծ էր ու այնքան քանակով հայեր կան այդտեղ, որ մտածեցի, որ ուրեմն ավելի լավ է դնեմ։ Դոկտոր, օգտագործում եք անձնական կապերը, ունեք ծանոթություններ, միջավայր, որը կարողանում եք օգտագործել եւ ծառայեցնել հայրենակիցների համար։ Բոլորը այսօր ձեզ տեսնում են որպես հաջողակ Կարինե Խաչատրյան։ Ինչա թաքնված այդ հաջողության հետևում, ինչ գին եք վճարել դրա համար։ Ինչ վճարում եմ այդ անգինը, այսինքն հեռու լինել ընտանիքից։ Բավականին մեծ գին եմ վճարում։ Իսկ ընտանիքը ո՞նց է վերաբերվում դրան։ Ես կարծում սովորել է ընտանիքը, ճիշտ է, լավ չի կարող վերաբերվի, բայց սովորում ենք։ Քանի որ ես բացատրում եմ ինչու եմ անում։ Բայց ես նույն արժեքը իմ երեխայի մեջ էլ եմ մտցնում։ Այսինքն ես ամեն անգամ օգոստոսին իրան բերում եմ Հայաստան, որ հասկանա որտեղից է ծագումով իր մայրը ու ես ընդհանրապես ինչ գործողություն եմ անում, կարծում եմ իմ երեխայի համար դա հպարտություն է, որ իր մայրը կարողանում է օգնել իր ազգին։ Ու այդ նույն արժեքը մառալն ուզում եմ իմ երեխան էլ ունենա, որ հասկանա, որ եթե ունես, պետք է օգնես։ Արդեն բավական երկար ժամանակ է, ինչ կարողանում եք այս ձեր առաջարկությունը, օգնությունը անել հանրությանը։ Ինչպիսին է հետադարձ կապը, ինչ զգացողություններ ունեք։ Զգացողությունները ամեն տեսակի են։ Մեծ մասամբ բնականաբար լավը, որ շնորհակալություն են հայտնում ու բավականին քանակով ժողովուրդ, որ շնորհակալ են, որ իրոք որ նման բան կարողանում եք առաջարկել մեզ։ Նաև կան ժողովուրդ, որ ասում են, լավ, քո օգուտը ո՞րն է։ Ո՞րն է ձեր օգուտը, դոկտոր։ Օգուտը ո՞րն է։ Սրա օգուտը ո՞րն է։ Օգուտը մարդկանց օգնելն է։ Ինձ թվում է ժպիտ տեսնել մարդու դեմքին։ Ու որ շնորհակալ է, ու կարծում եմ, որ երբ որ շնորհակալ են, ես միշտ ասում եմ, միշտ շնորհակալությունը, նույնիսկ հիվանդներն եմ ասում, դոկտոր, ամեն գիշեր ձեզ համար աղոթում են։ Այդ դրա օգուտը իմ հենց այդ է։ Նման բաներ լսել։ Դոկտոր, եթե հնարավորություն ունենայիք հանրությանը մեկ մասնագիտական խորհուրդ տալու, դա որը կլիներ։ Տեղեկացվեն կլինիկաներից, ինչ են տեղադրում, ինչ տեսականի իմպլանտ եւ ինչ տեսականի ոսկոր են տեղադրում իրենց բերանի խոռոչում, որտեղ խոսում ենք առողջությունից։ Կան մարդիկ, որ տեղյակ չեն իրանց ինչ իմպլանտ է տեղադրվել։ 90% անիջան։ Չգիտեն, ասում մեզ դրեցին, ասեցին ամենավորակյալն է, որովհետև շատ ժամանակ գալիս են, ասում են վրայի կառոնկան ուզում ենք անենք այստեղ, վրայի շապիկը, հարցում դու գիտեք ինչ իմպլանտ է, կամ իմպլանտը տեսնում ես կատեով բերում են, արդեն 5 տարվա դրած իմպլանտ, ոսկորը հասել է իմպլանտի կես։ 5 տարվա դրած իմպլանտը դա շատ ջահել իմպլանտ է, ոնց որ կարելի ասել մի ամսվա դրած։ Իրավունք չունի ոսկոր, ասեմ, իսկ ինչ իմպլանտ է, ասում են, ճիշտ ասած դոկտոր, չգիտենք։ Դրա համար ասում ինֆորմացվեք։ Հիվանդներ կան, ասում են, ինձ խաբեցին, ասում ձեզ չեն կարող խաբել այսօրվա դրությամբ, եթե ձեզ խաբելն է, որտեղ դուք եք ուզել։ Շնորհակալություն դոկտոր ջան, կրկին անգամ մեզ հյուրընկալվելու եւ մարդկանց տեղեկատվություն փոխանցելու համար։ Շնորհակալություն Անի ջան, ես էլ եմ շնորհակալ։ Հարգելի հայրենակիցներ, ինչպես դոկտորը նշեց, եղեք տեղեկացված։